Ինչ եք ուզում մեզանից, ինչ են ուզում, իրանց մարդ ունեն, արա թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչ եք քանդում ես թատրոնը։ Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը բորբոքված է Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այսօրվանից Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացվում է Էմին Թորոսյանը։ Այնինչ թատրոնի անձնակազմը կարծում է, որ նա ոչ թե լավ, այլ շատ լավ է աշխատում։ Ազնիվ, մաքուր, քաղաքավարի, կիրթ տնօրեն, այդպիսի մարդիկ դե մեզ երևի պետք չեն, մեզ պետք են դուք էլ գիտեք, թե ինչ տեսակ մարդիկ։ Էմին Թորոսյանն այսօր ստացել է քաղաքապետի որոշումը իրերը հավաքել ու հեռացել թատրոնից, իսկ դերասանները հավաքվել էին դահլիճում ու պահանջում էին, որ որոշում կայացնողներից մեկը գա ու բացատրություն տա։ Մենք ուզում ենք սպառիչ պատասխաններ ստանալ, մենք ուզում ենք հասկանալ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես։ Պատանի հանդիսատեսի թատրոնում նոր չէ, մի քանի ամիս է լարված են, նախ ասում են քաղաքապետարանը աշխատավարձի համար հատկացված գումարը չէր տալիս հունվարից, տնօրենը լուծում գտավ մինչև, հետո լայնածավալ աուդիտ արեցին։ 1.5 ամիս հետո մարդիկ ստեղ Պարոն Գասպարյան, ձեզ սպասում եմ։ անցկացրել են աուդիտ, ոչ մի բան չեն գտել եւ հանգարց հանում են, լավ աշխատելու համար երևի։ Հիմնավորում այնուամենայնիվ կա Երևանի քաղաքապետարանի մշակույթի ու туриզմի վարչության պետ Գորշ Սարգսյանը օրեր առաջ Էմին Թորոսյանին ծանուցում է ուղարկել։ Թատրոնի եռամսյակային հաշվետվությունից պարզ է դարձել, որ 1200 հրավիրատոմս են բաժանել, սա գնահատվում է որպես պատճառված վնաս։ Երևանի քաղաքապետին զեկուցագիր է ներկայացվել Թորոսյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու, այսինքն գործից հանելու մասին։ Պաշտոնապես տնօրենի հեռացման պատճառ նշվում է հրավիրատոմսը։ Իսկ 45 տարի է թատրոնում եմ, այդպիսի բան առաջին անգամ եմ լսում, որ իհարկե դա տնօրենի գործառույթն է, բայց որ չտան զինվորին, չտան հաշմանդամին, չտան այս ոնց կարելի է այդպես ապրել, ոնց կարելի է միայն հոգին ծախել ընդամենը թղթադրամի համար, զարմացած եմ։ Դերասանները հիմնավորում են ընդունված կարգեդպրոցականներին թատրոն ուղեկցողը հրավիրատոմս է ստանում, հաշմանդամությամբ երեխաները, կենսաթոշակառուները, զինվորները նույնպես։ Պատանի հանդիսատեսի թատրոնում նրանց անվճար են ընդունել, վատ բան կա, հանցագործություն է, դերասանները սպասում էին, որ այս հարցերը տան քաղաքապետարանի ներկայացուցչին, բայց եկող չեղավ։ 2 ամիս խեժերը չարչարվեցին, տեսել ոչ մի բան չգտան։ Ցավոք սրտի, թե չկարող են շատ հեշտ անել։ Ոչ մի բան։ Միակ թերությունը, որ նա հրավիրատոմս էր տվել։ Ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը ենթադրում է քաղաքային իշխանությունն իր մարդուն է ուզում թատրոն բերել, որի վերջո սկսեն շենքի հիմնանորոգումը, որի մասին 3 տարի է խոսում ու ոչինչ չեն անում։ Սեպտեմբերին սկսենք, հունվարին սկսենք, չէ, հունիսին սկսենք, չէ, նոյեմբերին սկսենք։ Հասկանում եք ինչ է կատարում։ Դա հոգեբանական ճնշում է, էլեմենտար հոգեբանական ճնշում է։ Այսինքն դու պլանավորել ոչ մի բան չես կարող։ Կարծում է, երբ տնօրենը յուրային լինի, այդ նորոգումը կարող է ցանկալի հետևանք ունենալ թատրոնի հետ, ինչ ուզեն կանեն։ Դա արվել է միշտ այն դեպքում, երբ ուզեցել են ինչ-որ մեկին հանել, մյուսին նշանակել, հետո տալ հնարավորություն, որ թատրոնը միաժամանակ չլինի, դերասանները պարզա կարող են տարբեր տեղերում հայտնվել, եւ այդ դեպքում շատ հեշտ է այդ թատրոնը ինչ ասես անել։ Այդ թատրոնը ինչ ուզես կարող ես անել։ 58 տարի թատրոնում եմ, սովետում էլ այդպես է, ռեմոնտով թե շահույթ են ստանում, թե այլ հարցեր լուծում, ասում է Գասպարյանը։ Դերասանները մտահոգություն ունեին, որ սա ընդհանրապես թատերախումբը ցրելու նախերգանքն է։ Նրանք նաև գործադուլի մասին են մտածում, սակայն ասացին, խաղացանկը խիտ է, երեխաներին դառնացնել չեն ուզում։ Րոպեներ առաջ հայտարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը, շենքն այո նորոգվելու է ու արդիականացվելու, համայնքային բյուջեից 2 միլիարդ դրամ է հատկացվելու, հայտարարում են քաղաքապետարանից։ Շինաշխատանքների փուլում թատրոնի անձնակազմը կգործուղվի մարզային հյուրախաղերի։ Քաղաքապետարանը նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, Գոռ Մարգարյանն է։ Նա աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։